Ինչպես կարող է տղամարդու կեցվածքը փոխել հորմոնային ֆոնը եւ հատկապես տեստոստերոնը։ Հնարավոր է դա, իհարկե հնարավոր է։ Լսեք մինչև վերջ։ Տղամարդու ուղիղ կեցվածքը, ուսերը լայն, գլուխը բարձր, մարմինը հավասարակշռված, ունի մեծ ազդեցություն ուղեղի վրա։ Ուղեղը այդ կեցվածքը ընդունում է որպես ուժի և հավասարակշռության ազդանշան։ Այս ազդանշանը փոխանցում է դեպի ուղեղ և կոնկրետ հիպոթալամուս, որը հանդիսանում է մի շարք հորմոնների ղեկավարման կամ կարգավորման կենտրոն։ Արդյունքում մարմինը անցնում է հանգստության և վերահսկողության ռեժիմի, երբ իջնում են լարվածության կամ ստրեսի հորմոնները և ավելանում է տեստոստերոնի մակարդակը։ Լրիվ հակառակ պատկերն է այն, երբ տղամարդը փակում է իր մարմինը, կուզ է առաջացնում և սովորաբար այս վիճակը օրգանիզմը ընդունում է որպես լարվածություն և ստրես, որի դեպքում ավելանում է ստրեսային հորմոնները և պակասում է տեստոստերոնի քանակը։ Մեր օրգանիզմը նույնիսկ կեցվածքից կարող է ընկալել, թե մենք ստրեսային իրավիճակում ենք, թե հանգստի կամ հավասարակշռության։